իր ուզած խաղալիքները տանկերն ու մեքենաներն են եղել։ Իր ծնունդով արդեն ինքը իմ համար ապարտություն էր։ Որ մնացել էր 112 օր, նկարվել էր, նկարն ուղարկել էր, գրել էր մամ ջան, տղեդ դեմբել է արդեն։ Ոնց կարող է պատահի դատարկ լծվի։ Հələ իր պապան էլ ասում է, երևում է, որ տղես դեմբել է, գլխարկն թեք է դրել։ Ես չեմ ուզում հավատամ, ես իրականությունը չգիտեմ։ Դժվար է ասել։ Տունդարձին 111 օր էր մնացել։ Ապրիլի 2-ի գիշերը տագնապ հայտարարվեց։ Վահե Զաքարյանի տանկը հասավ մինչև հակառակորդի դիրքերը, խոցվեց։ Երևի որ ժողովուրդն ասացվածքն ասել է, իմացած մահը անմահություն է, դա հենց նենց բառեր չի։ Դու չգնաս, նա չգնա, ես չգնամ, ո՞ց գնա։ Ու այդ բառերն ինքն ասել է, էլ իր հետի ծառայող տղա է ասել մեզ, բա ով գնա։ Արցախում հերոսաբար զոհված տանկիստը Հրազդանից էր, ծնողների միակ որդին։ Հաջողակ մարզիկ էր, կարատեի բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, մեդալակիր։ Կապ չունի, ծանոթ, անծանոթ, այդ օրերին, երբ որ Հրազդանում բոլորը ասում էին, որ մի տղա էլ կարատեիստ է, շատերի համար մեկի երեխայի մարզիչներ, մեկի թոռա մարզիչներ, վային բոլորը կարատեի Վահե են հիշում ու չգիտեմ։ Անընդհատ ասում էր, ես իրեք մայրիկ եմ ունեցել։ Նկատի ունենալով երկու քույրիկներին ու իր մայրիկին, միշտ ասում էր, 3 մայրիկ եմ ունեցել, շատ էր սիրում։ Անընդհատ գովում էր երկու քույրերին, ասում էր, ինձ մորպես պահել են փոքր ժամանակվանից։ Սարգիսն ու Վահեն նույն բակում էին ապրում, բայց ծանոթացան բանակում ու մտերմացան։ Ապրիլյան դժոխքով անցել է նաև Սարգիսը։ Ուղղակի սենց ասեմ, ոնց որ անձրև գար։ Ռումբերի անձրև էր ուղղակի։ Մենակ կարամ ասեմ, որ եթե ինքը ու իր նման շատ տղաներ չլինեն, մենք հաստատ այսօր չենք լինի ստեղ, սենց հանգիստ նստած չենք լինի, շատերը էլի տուն չէին հասնելու։ Վահեի ծնողները Ռուսաստանում էին, երբ ոտը տարածվեց։ Սահմանները վտանգված էին, իսկ այն անառիկ պահող զինվորներից մեկն իրենց որդին էր՝ Վահեն։ Բացել եմ նորությունները, նայել եմ այնտեղի նորություններն իհարկե, ու այնտեղից հաղորդում են, որ Ղարաբաղի վրա հարձակում ա եղել, իմ պատկերացմամբ, որ նույն դիվերսիան է, կամ կրակոցներն է, կամ ինչ-որ մի բան է, հետո փոխում է մյուս ալիքն, այս անգամ մյուս նորություններով նույնը։ Մի քանի նորություններով անդադ նույնն կրկնվում, ատեղից մի անգամից ասի, սա չի կարող պատահի, էսի սովորական դիվերսիա կամ սովորական կրակոցներ չի, էս պատերազմ է։ Ամս 2-ին ես աշխատանքից եկա, կինս ասեց, Վահեի հետ խոսացել եմ, բայց ինչ-որ բան են չի։ Ասեցի, տեսա, ես ամեն անգամ քեզանից նորության եմ սպասում։ Ու ասի, Վահե ջան, քեզ լավ բայ ցավը տանեմ, դու գիտես չէ, որ քո համար ենք։ Վերջի խոսակցություն։ Օրեր շարունակ Վահեից լուր չկար։ Ծնողները վերադարձան։ Մայրը զգում էր, որ ինչ-որ վատ բան է պատահել։ Վահեի մարմինը գտան խոցված տանկի մեջ, օրեր հետո։ Ծնողները հնարավորություն չունեցան անգամ հրաժեշտ տալու որդուն։ Շատ բաներ կա, որ չենք հասցրել ասենք ու անենք։
Զորակոչվելուց առաջ Վահեին հրավիրեցին Չեխիա, կարատեի միջազգային մրցումների։ Ծնողները հավատացած էին, որ որդու երազանքը կկատարվի, հայտնի մարզիչ կդառնա ու ոսկե մեդալով տուն կգա։ Բայց Վահեն այլ ճանապարհ ընտրեց։ Նրա վերջին մեդալը հայրենիքին մատուցած ծառայությունների համար էր։ Գիտեք ինչ, ես միշտ ասում եմ, թող գնան բանակ, թող ծառայեն, թող հերոսներ լինեն, բայց ոչ հերոսացած։